Ընտրություններում անհետացած ձայների առաջին ինտրիգը հենց քվեարկության հաջորդ օրն էր, երբ կենտրոնական ընտրականը ամփոփեց նախնական արդյունքները եւ պարզեց, որ Հայաստանի 9-րդ գումարման ազգային ժողովի դուռը բացելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցությանը չի բավարարում միայն 60 քվե։ Քաղաքական այս ուժը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստացել է 58378 ձայն, կամ քվեարկության մասնակցած քաղաքացիների 3,996,000-ական վստահությունը, չհատելով կուսակցությունների համար սահմանված անցողիկ 4% նվազագույն շեմը։ Մինչդեռ տվյալների ամբողջացման առաջին իսկ պահից Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը պնդում է, այդ խնդիրը չունեն, քանի որ ընտրատեղամասերում իրենց կողմ ստացած ձայների եւ կենտրոնական ընտրականի հրապարակած պաշտոնական թվերի մեջ էական տարբերություն կա։ Օրինակ, 27 տեղամասում ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրանցից հաշվել է միայն մեկը՝ 27-ի 26-ում 19-ից 3-ը։ 77 համապատասխանում է թիվը քվեաթերթիկների։ Կոնկրետ այս երկու տեղամասերի հետ կապված ԲՀԿ պնդումները հաստատել են ձայների վերահաշվարկները, այսինքն քաղաքական ուժի օգտին ավելանալու է ոչ միայն падգամավորական մանդատներ ունենալու չբավարարող 60 քվեն, այլև միայն այս տեղամասերից ավելի քան 90-ը, բայց հանրապետության բոլոր տարածքային ընտրականներում առայժմ շարունակվում են ձայների վերահաշվարկը, դրա համար դիմել էին նաև խորհրդարան անցած ընդդիմադիր մյուս երկու ուժերը՝ Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանը եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը։ Տեղամաս առ տեղամաս Ուժեղ Հայաստանը եւս թվային տվյալներ է հրապարակել։ Քաղաքական այս ուժի օգտին էլ օրինակ 38,53 ընտրական տեղամասում քվեարկել է 136 ընտրող։ Կենտրոնականը նախնական արդյունքներում դրանցից որևէ մեկը չի գրանցվել։ Գրել են, թե այստեղ Հայաստան ուժին ընտրողներ չեն եղել, բայց հետաքրքիր զուգադիպությամբ նույն տեղամասում 136 քվեի է արժանացել մեկ այլ ուժ։ Կենտրոնական ընտրականը շտապում է պարզաբանել, խնդիրները միայն տեխնիկական են։ Սխալ մուտք արվել չի պակասել, այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմվել է քվեարկության նախնական արդյունքները։ Քաղաքական դաշտում, սակայն, մինչև իսկ կեղծված ընտրությունների թեզն է դոմինանտ։ Նույնիսկ իրար գաղափարները չկիսող ընդդիմությանն այն միավորում է, այստեղ համակարծիք են, գործ կա ընտրությունների արդյունքների հետ, որոնք չեն արտացոլում քվեարկության իրական պատկերը։ Բայց ընտրական փորձագետները, որ դիտարկել են ամբողջ պրոցեսը, առավելապես հակված են կիսելու պաշտոնական դիրքորոշումը, այն է, թե սա պարզապես տեխնիկական վրիպակ է։ Իհարկե, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ավելի շատ աշխատի, որ հնարավորինս ավելի ճշգրիտ լինեն տվյալների մուտքագրումները, բայց երբեք բացառված չի մարդկային գործոնով փոքր թվերի վրիպակները կամ ջնջումները կամ այլ տեխնիկական սխալների։ Ձայների վերահաշվարկից հետո, եթե նույնիսկ մյուս ուժերի դեպքում էական տարբերություն չլինեն, ապա ԲՀԿ-ի համար այն փաստացի խիստ որոշիչ է դառնում։ Նաև ապագա խորհրդարանի կառուցվածքի հարցում։ Երկրի կառավարման ղեկը դարձյալ վերցնող քաղաքացիական պայմանագրի համար նույնպես։ Եթե խորհրդարանում լիներ 3 ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը կկորցնի նաև հնարավոր սահմանադրական մեծամասնության մանդատը։ Եթե ԲՀԿ-ն հավաքում է անհրաժեշտ 4% ձայները եւ հայտնվում է խորհրդարանում, արդյունքում պակասում են բոլոր ներկայում շեմահաղթած ուժերի ձայները, բայց ամենաշատը համամասնության սկզբունքով պակասում են քաղաքացիական պայմանագրի մանդատները, հնարավոր 63-64-ից մոտավորապես 60-61 մանդատ է ունենում քաղաքացիական պայմանագիրը եւ կորցնում է ազգային ժողովում 3/5 ունենալու հնարավորությունը։ Հայաստանի ապագա խորհրդարանը դեռևս հաշվարկների փուլում է կենտրոնականը, ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի առաջիկա կիրակի, հենց այդ օրն էլ վերջնական կվճռվի Հայաստանի ճակատագիրը հաջորդ 5 տարիների համար, մինչև ընդդիմադիր ուժերը կհասնեն սահմանադրական դատարան։ Նախնական արդյունքների հրապարակումից հետո գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարեցին, թե ընտրություններն անցել են խախտումներով եւ պատրաստվում են վիճարկել արդյունքները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի խոսքով ընտրական գործընթացում ուշադրության կենտրոնում է վարչական ռեսուրսի կիրառման հարցը։ Կուսակցության թեժ գծին ըստ նրա հազարավոր զանգեր են եղել եւ իրենք մշակում են ստացված տեղեկությունները։ Մելոյանը քաղաքացիներին կոչ է արել ներկայացնել վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ փաստեր, վստահեցնելով, որ տեղեկությունների աղբյուրների գաղտնիությունը կպահպանվի։
Տասնյակ արձանագրումներ մենք ունենք, որ մարդիկ գնացել են, փորձել են տեղեկանքներ ստանալ, հատուկ ձևեր կան ընտրությանը մասնակցելու համար եւ ուղղակիորեն, այդ անձնագրային բաժանմունքները հրաժարվել են շատ կոպիտ խոսույթով, անգամ ես ինքս հնարավորություն եմ ունեցել միջամտելու, ուղղակիորեն հրաժարվել են մարդկանց ձևերը տրամադրել։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Մարուկյանի գնահատմամբ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրությունն ընտրել է մի ճանապարհ, որն ըստ նրա չի նպաստի քաղաքական խնդիրների լուծմանը եւ համակարգի առողջացմանը։ Միաժամանակ կուսակցությունը շարունակում է ուսումնասիրել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընդդիմադիր ուժերին առաջարկում է ընտրակեղծիքների մասին փաստերը հանրայնացնել։ Հիմա իրենք հայտարարեն դիմելու են ՍԴ, որտեղ այդ հանձնաժողովի անդամներով երևի ավելի շատ տվյալներ ունեն կեղծիքների մասին։ Եթե ունեն, շատ լավ, պետք է դրանք հրապարակեն։ Ավելի լավ է դրանք հրապարակեն, քան դիմեն ՍԴ։ Ասեմ ինչու, որտեղ ժողովրդի վստահությունն ավելի կարևոր է, քան ՍԴ դիմելը։ Ընտրությունների արդյունքների վրա ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանի ազդեցություն ունեցան ընտրակաշառքի դեպքերն ու արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում բնակվող հայերի տարբեր եղանակներով Հայաստան տեղափոխումը, ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկելու նպատակով։ Ալեքսանյանը համոզված է, թե առանց այդ գործոնների ընտրությունների պատկերը կարող էր այլ լինել։ Իսկ ինչ վերաբերվում է, որ վեր է կացել ինչ-որ խախտումներից կամ բանից են խոսում մարդիկ, ովքեր տենց 15-20%-ի փաստացի ձայն են կեղծել ընտրակաշառքով ու հարկադրաբար մարդ բերելով արտերկրից, դա արդեն այլ կոմեդիա է։ Իսկ Հայաստան դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ իշխանությունները հակաօրինական գործողություններով խոչընդոտեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությանը։ Ըստ դաշինքի դիտորդական առաքելություն իրականացնող որոշ կառույցների գործունեությունից տպավորություն էր ստեղծվում, թե նրանք հանդես են գալիս ոչ թե որպես չեզոք դիտորդներ, այլ աջակցում են իշխանություններին։ Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների, բռնությունների եւ ապօրինությունների պայմաններում։ Փոխադարձ մեղադրանքների ֆոնին ամորֆ է մնում հարցի վերջնական պատասխանը, թե որքանով էին այս ընտրությունները ազատ ու արդար։ Հիմնադիրների թանգարան ցուցադրությունը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը Սյունիք է հասցրել Ազատություն 250 հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Պատմում են Միացյալ Նահանգների անկախությունը կերտած առաջնորդների մասին։ Benjamin Franklin, who was the very first American diplomat. Բենջամին Ֆրանկլին, Թոմաս Ջեֆերսոն, Դոլի Մեդիսոն եւ այլք ներկայացրել ենք հիմնադիր հայրերի եւ մայրերի կենսագրությունը 56 գործիչներին, որոնք ստորագրել են անկախության հռչակագիրը, ինչպես նաեւ 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներին։ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Կապանի հենց ամերիկյան անկյունում է հանդիպում սյունեցի աշակերտների եւ ուսանողների հետ։ Զրույցի թեման առաջնորդությունն է քաղաքացիական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու կարևորությունը, ինչպես նաև ազատության գաղափարը։ Syunik is beautiful. Սյունիքը հիասքանչ է։ Ես շատ եմ սիրում շփվել երիտասարդների հետ, ինչքան շատ եմ շփվում, այնքան շատ եմ հասկանում, որ Հայաստանը լավ ապագա ունի նման տաղանդավոր երիտասարդություն ունենալու շնորհիվ։ Հանդիպան ընթացքում երիտասարդները ուսումնասիրեցին առկա եւ վիրտուալ ցուցանմուշները, հետո նաև հարցուպատասխանի հնարավորություն ունեցան։ Սովորեցինք շատ բաներ, հատկապես մշակութային տարբերությունները Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև։ Հետաքրքիր է նաեւ, որ Ամերիկայի դեսպանի մասին հետաքրքիր նաեւ անձնական որոշակի տեղեկություններ իմացանք, ինչպիսի տպավորություններ ունի Հայաստանից, ինչպիսի տարբերություններ է տեսնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև։ Հայաստանի 5 քաղաքում ամերիկյան կենտրոններ կան եւ բոլոր հասցեներում բարբերաբար իրականացվում են տարաբնույթ նախաձեռնություններ, միտված երիտասարդների հետ շփմանը եւ ոչ միայն։ Բոլոր ամերիկյան անկյուններով հիմնադիր հայրենի ցուցադրությունը շրջել է, սկսեցինք Երևանից, հետո տարանք Վանաձոր, այնուհետև Գյումրի, Չարենցավան, այժմ Կապանում է եւ մեկ ամսից վերադառնալու են Երևան եւ կարող են արդեն նրանք, ովքեր չեն հասցրել ցուցադրությանը մասնակցեն մեր Երևանի ամերիկյան անկյունում։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր ամերիկյան անկյուններում եւ մարդիկ հնարավորություն կունենան ավելի իմանալ Միացյալ Նահանգների մասին։ Շահումով խաղերն ու դրանցից բխող ֆինանսական ռիսկերը կանխելու նպատակով պետությունը գնում է օրենսդրական նոր սահմանափակումների։ Մասնավորապես բարձր ռիսկայնության խաղերից այսուհետ կզրկվեն մինչև 21 եւ 70-ից բարձր տարիքի անձինք։ Բացի այդ, հատուկ սահմանափակումներ կկիրառվեն պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող պաշտոնատար անձանց նկատմամբ։ Հստակեցրել ենք, թե ինչպես պետք է աշխատի ինքնաարգելափակման կոճակը, մասնավորապես հստակությունների մտցնելու անհրաժեշտությունը գալիս է նրանից, որպեսզի խաղային ընկերությունները չփորձեն օգտվել օրենքի բացից եւ խուսափել օրենքի
տարի կատարմանը գնելով օրենքի տարի հետևից։ Օրենսդրական փոփոխությունները մշակվել են այնպես, որ պահպանվի շահերի հավասարակշռությունը եւ չտուժեն նաեւ խաղային ընկերությունները։ Օրինակ, եթե խաղացողը կանխատեսելով իր պարտությունը փորձի ինքնաարգելափակվել խաղի ավարտից րոպեներ առաջ, միևնույն է նրա նախապես կատարած խաղադրույքը կմնա ուժի մեջ եւ պարտության դեպքում գումարը կգանձվի։ Արգելափակման միջոցի կիրառելուց հետո արգելվում է անձի կողմից նոր խաղադրույքներ ընդունելը, բայց իր գումարները մնում են իր հաշվի վրա եւ նա իրավունք չի ունենում հավելյալ մուտքեր կատարել իր խաղային հաշվին։ Թեև Հայաստանում խաղային ընկերությունների գովազդը օրենքով արգելված է, համացանցում հատկապես ֆիլմերի դիտման հարթակներում այս պահանջի խախտումները հաճախակի են։ Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում են, որ չլիցենզավորված կազմակերպությունների դեմ պայքարը բարդ է, քանի որ վիրտուալ տիրույթը դժվար վերահսկելի է։ Քանի որ համացանցը անսահմանափակ հնարավորություններ ունի, անընդհատ process է դա։ Այսինքն ու կա այդ մարդիկ կան, իրենք ամենօրյա ռեժիմով հետևում են ու ունենք այդ գործիքներն ունենք, որոնք հետևում ենք եւ եթե չեմ սխալվում նաեւ հիմա օրենքի նախագիծ ունենք, որը որ ազգային ժողովում է գտնվում։ Այո, արդեն գտնվում է այստեղ ու այդտեղ մենք մեխանիզմները ավելի ենք խստացնում, որը հնարավորություն կտա մոնիտորինգի արդյունքում ավելի արագ արգելափակել այդ բոլոր հնարավոր գովազդները, որոնք որ հակասում են մեր օրենսությանը։ Արգելված գովազդի յուրաքանչյուր դեպքի համար տեղական ընկերությունները տուգանվում են 2 միլիոն դրամով, սակայն իրավական այլ պատկեր է միջազգային հարթակների դեպքում։ Հայկական կայքերում գովազդ տեղադրող արտասահմանյան ընկերություններին պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լծակներ այսօր չկան։ Այս պարագայում պետական եկամուտների կոմիտեին մնում է միայն նամակագրության միջոցով հորդորել միջազգային գործընկերներին զերծ մնալ տեղական տիրույթում նման գովազդ տարածելուց։ Հունիսի 9-ին Կոտայքի մարզում արտակարգ վիճակ էր, ուժեղ անձրև ու կարկուտ էր տեղացել։ Կադրերը Ծաղկաձորից են, մի քանի փողոցներ, այդ թվում դեպի Ճոպանուղի տանող հատվածը դժվար անցանելի էր դարձել։ Մոտ մի քանի կիլոմետրանոց հատված ջուրը, որ ասում եմ, գետը գրավել է։ Սակայն խնդիրը միայն առատ տեղումները չէին, նաև այն, որ Հրազդան գետն էր վարարել, հապերից դուրս եկել, ջուրն ամբողջությամբ ճանապարհն էր ողողել։ Քաղաքացիներ կային նշում են, որ քրկարարները ժամանել են, արձանագրել են դեպքը։ Միակ ուրախությունը, որ տուժածներ չկան, բայց ասում եմ հիմա մի քիչ նստել է, բավականին տեղեր կար, նույնիսկ ասում են 30-40 սանտիմ գետը այդպես վարար գնում էր։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Այստեղ պիտի ասում եմ մանկապարտեզ կառուցվեր, բայց ժամանակավորապես դադարեցվել է։ Իսկ Նոր Խարբերդում կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող մանկապարտեզի համար փորված հիմքը բնակիչների համար պատուհաս է դարձել։ Ոչ ցուցանակ կա, ոչ էլ պաշտպանիչ որևէ պատնեշ, օրեր առաջ էլ անչափահասը հրաշքով է փրկվել։ Այն որ ասում եմ այնտեղից երեխան ընկելա ջրի մեջ հասցրել են հանել են։ Այնտեղ խորը տեղ ընկնել հանել չէր լինի երեխան։ Չգիտեն արտիզյան ջուր է, կոյուղա ջուր է, ռոկման ջուր է, խմելու ջուր է, դեռևս հայտնի չէ, սակայն աշխատանքները դադարեցվեցին ու հիմա բնակիչներին մտահոգում է այն խնդիրը, որ այս տարածքը անվտանգության ոչ մի գոտի, անվտանգության համար ոչ մի բան պահպանված չի։ Բնակիչները պահանջում են հրատապ տարածքը փակել անհրաժեշտ թիթեղներով մինչև վերջնական կորոշվի մանկապարտեզի կառուցումը շարունակվելու է թե ոչ։ Մասից խոշորացված համայնքի ղեկավարն է Գագիկ Շամշյանին հայտնել, որ շինաշխատանքների մեկնարկից հետո պարզ է դարձել, որ տեղանքում առկա են գրունտային կամ այլ ջրեր, որոնք խոչընդոտել են աշխատանքների հետագա կատարմանը։ Հիմա սպասում են վերջնական որոշմանը, իսկ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, վստահեցրել է Մասից համայնքի ղեկավարը։ Մոտ օրերս աշխատանքները կվերսկսվեն։